Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Սասունի քաչերը Մշեցի Հաջի Ղազարի վկայությամբ, Փերծորի մշակութային մայրաքաղաք հռչակումը Ադրբեջանի քաղաքական գործիք, մեր ժառանգությունը վտանգի դագ է, Մարութա Սուրբ Աստվածածին վանքը Սասունի հավատքի խորհրդանիշը, Նախիջևանի հայկական տաճարի տուրը անցյալի վկայություն, Քաոթադիրության աստեցությունը հայկական ժամանակագրության վրա Աշոտ Հարությունյան, աջակցենք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Մշեցի Հաջի Ղազարը աշխատած է 1888-ին գարինի մեջ Հովանես աղա Ասադրյանի խանութին մեջ, բաբանված վկայությամբ անբատմած է Սասունի հայության կյանքը կենդանի պատկերներով, մուշի թաշտի ժողովուրդը զենք չուներ, մինչդեռ Սասունի սարահարթերու հայերը անզիջող, քաչ եւ ազատասեր էին։ Անոնք միայն հայերեն կխոսեին, կպաշտպանեին իրենց հողն ու պատվախնդրությունը եւ վրեժ կլուծեին ցանկացած ոտնձգության համար։ Սասունցիները չէին խապեր եւ չէին տավաճաներ իրենց ուժով պաշտպանելով ժողովուրդը եւ փախստականները։ Հաջի Ղազարի վկայությունը կպատկերացնե Սասունի հերոսական ոգին եւ հայրու ինքնիշխանության եւ քաջության այն շրջանը։ 2025-ին Փերծորի մեջ կայացավ անկախ պետություններու երիտասարդական ճամփարը, որոնց ընթացքին քաղաքը հռչակվեցավ անկախ պետություններու մշակութային մայրաքաղաք։ Թեպետ միջոցառումը ներկայացված էր իբրև երիտասարդական եւ գրթական նախաձեռնություն, ան իրականության մեջ կհետավընթեր քաղաքական նպատակը Ադրբեջանի վարչական եւ քաղաքական իշխանության դալ մշակութային օրինականություն։ Այս նախաձեռնությունը մաս կգազմի Ադրբեջանի ընդհանուր մշակութային քաղաքականության, որոնց նպատակն է նախկին հայկական քաղաքները ներկայացնել իբրև ադրբեջանական կամ թուրքական մշակութային կենտրոններ։ Նման օրինակներ են նաև Շուշին, իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք եւ Ստեփանագերդը իբրև թուրքական գիտական կենտրոն։ Այս բոլոր քայլերը կդիտվին իբրև Ադրբեջանի փորձ իր դարածքային վերահսկողությունը վերածելու միջազգային ճանաչումի եւ վերաշարադրելու Արցախի պատմությունը։ Հայրոց ցեղասպանության հուշահամալիրը մեր սրբավայր եւ ազգային խորհրդանիշը այսօր վտանգված է ոչ պատշաճ վերանորոգման աշխատանքներու հետևանքով։ Շինարարական միջամտությունները կկատարվին առանց անհրաժեշտ փորձագիտական ուսումնասիրության եւ առանց համապատասխան օրենքներու պահպանման, ինչը խոր մտահոգություն առաջացուցած է թե մասնակիցներու, թե հասարակության շրջանակներուն մեջ։ Արհեստավարժներու գնահատմամբ ներկա բահին կքանդվին բազալտե կարեր, կփորվին խրամատներ եւ այդ գործողությունները կգրնան թույլատրել հուշահամալիրի հիմքը։ Անահիտ Տարխանյան կզգուշացնե անդառնալի վնասներու վտանգին մասին։ Մասնակիտական հանրությունը կպահանջի անհաբաղ դադրեցնել ընթացիկ աշխատանքները, վերանայել նախագիծը եւ ներգրավել ադակ եւ պատասխանատու մասնակիցներ։ Սասունի Մարաթուկ լերան կակատին 2967 մետր բարձրության վրա կբարձրանա Մարութա Սուրբ Աստվածածին վանքը։ Կարեկին սրբածնդյանց Մարաթուկը կնկարագրե իբրև Սուրբ եւ բարեպաշտ լեր, որ դարձած է Սասունի ժողովրդին առաջին եւ վերջին ամենահավաստի երդումը։ Ըստ Սասունցի Դավիթ էպոսին վանքը կառուցել դված է մհերը եւ անվանած Մարութա Բարձր Աստվածածին։ Գարձիկ կա թե Մարութա անունը ցակում ունի արամերեն Մարութապարեն, որ կնշանակե իմ աշխարհի դերը։ Քրիստոնեության ընդունումեն առաջ 301 թվականին վանքի դեղը գտնված էր հեթանոսական տաճարը, որ հայ ժողովրդին համար սրբադեղի կնկատվեր։ Հետագային այդ տաճարի դեղը կառուցվեցավ Մարութա Սուրբ Աստվածածին վանքը, դառնալով Սասունի հավատքի եւ ազգային ինքնության խորհրդանիշը։ Նախիջևանի մեջ պահպանված հայկական տաճարի թուրը բացառիկ մշակութային արժեք ունի։ Թուրը զարդարված է բարդ երկրաչափական նախշերով։ Դրան շուրջը եւ գոմերուն փորագրված են հայերեն արձանագրություններ, որոնք կհաստատեն, թե այս հնաворց կառույցը եղած է հայկական հոգեվոր եւ մշակութային կյանքի կարեւորագույն կենտրոններեն մեկը։ Պատմությունը միայն դրամատիկ հիշադակը չէ, այսօր անհաջող կծառայե իբրև իշխանության գործիք։ Անհրաժեշտ է վերարժևորել այն ցևերը, որոնցով անցյալը շարունակ կձևավորե ներկան։ 7-րդ դարու ճգնաժամային շրջանին Բյուզանդասասանյան պատերազմներու եւ արաբական արշավանքներու ընթացքին ոչ միայն դարածներ դիրացվեցան, այլ փորձ կդարվեցավ վերահսկելու պատմական հիշողությունը։ Բյուզանդյան գծկտեր հաստատել քաղաքական ասեցություն, փոխելով հայոց պատմության մեկնաբանությունը բիբլիական եւ համաշխարհային քրոնիկներու համեմատ։ Խորենացու ուշ ցերակրական շերդերն ու թվապանական շեղումները կվկայեն, թե ինչպես ծիվերն ու խորհրդապանությունը ծառայած են պատմության քաղաքական ցեղափոխման։ Նման փոփոխությունները երբեմն ավելի հոգեբանական եւ քաղաքական իմաստ ունեցած են, քան գիտական։ Թարերով ցևավորված հարմարողական մտածողությունը մինչև այսօր կներկործե մեր վարքին վրա։ 1988-ի շարժումը ապացուցեց, որ բարդատրված համագերբումը կարելի է գոդրել եւ վերակրավել ինքնուրույն ոգին։ Այսօր եւս վտանգ կա պատմությունը դարձնելու վերահսկման գործիք։ Պետք է մերժել այդ ճնշումը եւ վերականգնել մեր բայկարող ինքնությունը իբրև արժանապատիվ գոյության միակ ճանապարհ։
Արևմտյան Հայաստանի հեռուստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հեռուստադիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հեռուստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հեռուստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենակիցներ, ցեր աջակցությամբ մեր հեռուստագայանի հնարավորությունները ալավելի կավրաբնթվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ցեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։